Ողջույն, հարգանքներս բոլորիդ, ժողովուրդ ջան։ Ինչ, այս պահին գտնվում եմ Մարմանշեն վանական համալիրում, պատարագ ընթանում, մտան հավատացյալներ, ովքեր սիրով մասնակցում են Կիրակնարյա պատարագին։ Ասեմ, որ նրանցից մի քանիսի հետ ուսումնառություն ունեցանք, մարդիկ մոտեցան, ասում են, բայց ես ինչի դուրս չեն շփոթել եկեղեցուց, ծիծաղներ եկավ։ Ես հիմա կփորձեմ ընդհանուր ցույցը, շատ գեղեցիկ վանական համալիր է, շատ հիանալի հոյակե համալիր է ու խորհուրդ կտամ, որպեսզի այցելեք։ Կներեք հայրիկ ջան, որ դարի է թվագրվում համալիրը։ Տնօրինի սկսել են 1929-ին վերջացրել են Վարամ Փալավունի։ Կարելի է այլ ձեզ վրա նկարում եմ այդ ինֆորմացիան թողնես են մարդիկ։ 1988-ին սկսել է Վարամ Փալավունը։ Մեզ ասացին, որ Վարամա Բերդում է Շատ գեղեցիկ հոյակերտ համալիր է, ժողովուրդ ջան, այնպես որ խորհուրդ կտամ այցելեք։ 988 թվին սկսվել է կառուցումը, 1020 քանիսին ավարտվել է, կներեք, 1029-ին գնա ծավալիսա, ծավալում են հայերենով ու ռուսերենով։ Մենք միջազգային տուրիստներ չենք ընդունում երևի։ Այդ տարածքը ընդհանուր նկարեմ, հետո կզրուցենք։ Ուրեմն, այս կողմը։ Ուրեմն, ասեմ, երեք դեր փառաքահանան հրապարակում էր արել ու պիտի որ դուրս շպրտեր մեզ, բայց այս պահին պատարագի մեջ էր, չնայած մի հատ ուրիշ քահանա մոտեցավ, դեր ինչ էր հարություն, թե ինչ եղել որ բաներ, մի մոմենտ ցանկացավ խոսակցությունը երկար տանի, խոսենք դեռ բնականաբար։ Կարծում եմ իրենք ըմբռնողունակության ավելի շատ խնդիր ունեն, որովհետև այլ կերպ են ըմբռնում ու մեկնաբանում, չոր, ուղիղ, թե բա չուլան է անվանել Աստծո տունը, բանսens բաներ։ Այս մարդիկ, եթե մի նախադասությունը ունի ենթատեստ, թեկուզ մի ենթատեստ, արդեն չեն հասկանում, կամ դիտավորյալ չեն հասկանում։ Հետո ասացի, բա հիմա ինչ ես հարցնում տեղ փառը, ես ուղղում եմ իմանա, այստեղ թե չէ, որտեղ ուզում եմ ստուգեմ սկզբունքայնությունը ձեր ասեմ փորձել եմ չվիճել մի պահ կանգնես դռների մեջ ասեցի ես կողմարի Աստծո տան մոտ ինձ այդ բազար ես հիմի սարքում գնա փոխվի արի բազար կանենք եթե շատ ես ուզում փողոց վայրում ընդվորում բայց ոչ եկեղեցու տարածքում որովհետև Աստծո տան տարածքը կարծես չես ցանկանում գնահատել ցույց տամ ժողովուրդ ջան կներեք համ զրուցենք համ ցույց տամ ուրեմն sense հիանալի պատկեր ընտրեմ համալիրը արի լավ ախպեր ջան վազես լավ դուք լավ լինեք եղբայր ջան շատ գեղեցիկ ախպեր ջան արի հələ էսի վիդեո եմ անում վիդեո արի մի արի ախպեր ջան Արի sense միասին դու վանական համալիրից որոշակի պատմությունների տեղյակ ես, կարաս մեզ մի քիչ լուսավորես, լուսաբանես։ Չէ, դրիվար։ Չէ։ Իսկ չես ուզեցել հետաքրքրվես։ Արի ախպեր ջան։ Շո։ Եթերում ենք։ Այստեղ կան ես, այն քանի որ պատարագ է գնում, շատ հավատացյալներ կան, Կիրակիա եկեղեցի են այցելել։ Այդպես։ Հաղորդումը չէ, հենց մի ուղիղ եթեր է։ Հա։ Հիմա ուղիղ եթեր է։ Իմ անձնական էջով։ Գիտեմ դեր։ Երբ կնաք նայեք մեջն է։ Հա, լավ մեջն է։ Ինչու չենք կարող, ցավը տա, մենք ամեն ինչ կարանք, ամեն ինչ, բացի վատ բաներից։ Հա, մի խոսքով Մարմանշենի վանական համալիրում ենք։
հոյակապ տեղ է ժողովուրդ, անկեղծ եմ ասում, հոյակապ, համեցեք, այցելեք, համ կճանաչենք, համ կծանոթանաք, համ ինչու՞ չեք աշխուժանա տարածքը, խնդրեմ, ես էլ արդեն բուն եկեղեցին կողքի հատվածից, հեսա հետևի հետնամասից էլ ցույց կտամ, որպեսզի բան։ Չգիտեմ, այն մի քահանան ինչ որ ուզում էր երկխոսության մեջ մտներ, տեսնենք, եթե ցանկություն ունի երկխոսությունը շարունակելու, շարունակենք։ Եթե չէ, ապա ասեմ, որ եկանք, մոմը վառեցինք։ Ահա, այս էլ մյուս կողմից, խնդրեմ։ Սա եկեղեցին, սա այս մյուս կողքի հատվածն է, մի րոպե գնամ ետնամասից նկարեմ, շատ գեղեցիկ է ստացվում, շատ։ Ու որոշ տգետներ, եթե ամեն ինչ չխառնեն իրար, այստեղ պետք է ասեմ, որ էներգիայի առումով իսկապես ամբողջ մարմնով զգում ես այդ էներգիան, զգում ես, որ դու իսկապես Աստծո տան տարածքում ես ու ոնց է եկեղեցի մտնում լցվում է, չէ՞, այստեղ դա կա, խնդրեմ, ահա, այս կողմից էսպես է դիտվում։ Այս կողմից էսպես է դիտվում ու շատ այս մեկը այն կիսա ավերվածն էր, կիսավերն էր, հասկացանք, այնտեղ երևի կամպինգ է, չգիտեմ, ինչ է, ասում են կողքը Վահագնավանք, գյուղնավ, այնտեղ մի հատ մատուր կա ու այդտեղ է նաև Հեղնար աղբյուրը, երևի կառաջանանք նաև այնտեղ, խնդրեմ, Մարմաշենը, ասեմ, Երևանից մոտավորապես 130 կիլոմետր, գալիս եք Գյումրի, եք մտնում Գյումրիով դուրս եք գալիս դեպի Ամասիայի կողմ։ Արդեն այդտեղից ճանապարհը կբերի, որ հարցնեք մարդիկ սիրով ցույցել կտան։ Հիանալի տեղ է, հիանալի, հրաշք է մի հատ, հրաշք։ Ու այս հրաշքը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, որից օգտվելը սպառնում են, որ կարգելվի։ Իմի երկու բառով ներկայացնեմ քահանայի մինչև այդ երկխոսությունից, նախ գիտեք քահանային երբ որ բարևում են, բարևի փոխարեն կարող են ասել օրհնեցեք Տեր Հայր, եւ նա պատասխանում է Աստված օրհնի, այսինքն այդտեղ կա պահանջ, անկախ ամեն ինչից դու պահանջում ես որ օրհնի քեզ եւ նա օրհնում է, պիտի օրհնի։ Սրբազանների պարագայում, քանի որ նրանք պիտի ճգնեն շատ, ըստ կանոնակարգի, նրանց չպետք է նրանցից օրհնություն ստանաս, հակառակ նրանց պիտի ուժ տաս խոսքով, Աստված օրհնի, բարևի փոխարեն։ Եվ Աստված օգնական։ Հիմա քահանային ասացի, օրհնեցեք, բան, ասի մուտքն է հարցնում, որովհետև երբ որ գալիս է, ստացվում է, որ այս հակառակ կողմից է մուտքը։ Հա։ Հետաքրքրվեց։ Ասի եկել ենք դե, ասի Տեր Փառերն էլ այստեղ, թե բա հա, ինչ ա եղել։ Ասի ոչ մի բան, եկել ենք մենք մեկը ես շատ բաներ կիսում եմ, գաղափարներ եւ անգամ չկիսելու պարագայում ուզում եմ հասկանամ ոնց է ջոկողություն դրվելու, ով է դուրս շպրտելու մեզ։ 10-րդ դարի 980-ականներին Նոնե ջան կառուցումը սկսվել է 1029-ին ավարտվել։ Խոսքով ասացի, բա այո ճուլան, բա եկեղեցի ով Աստծո տունը համարում է ճուլան, ասի բայց դες չի ասվել, որտեղ ասվել։ Աստծո տունը ոչ ոք չի ասել ճուլանա։ Ասվել է, որ եկեղեցիներ կան որոշ, որոնց մի հատված է, որ նայում ես, ոնց որ ճուլան դարձրած լինեն։ Ով ասել Աստծո տունը ճուլան է, բնութագրել է, ինչ որ ընդհանրապես դրանով բարձրացնելով Աստծո տան դերն ու նշանակությունը։ Կարևորությունը նկարագրել է, որ չի կարելի։ Ասենք, ո՞նց կարող դուք տենց հասկանաք։ Բա ոչ այդպես չէ, ասում դուք սաղր կակղամիտ մարդիկ եք, տենց ծանծղամիտ մարդիկ եք, կարող է տենց մի քիչ բար համադասական նախադասությունները չեք ընկալում։ Դուք գնացեք ոնց որ ինչքան ախմախ բան կա շատ արագ ընկալում եք, բայց մի քիչ ավելի կարևոր բաները չեք ընկալում։ Իմիջիայլոց ասեմ, որ գիշերը շատ բարկացած, խիստ բարկացած, անտուք միջև անձնական վիրավորանքով եմ խոսել Տեր Փառերի հետ, զղջում եմ, իսկապես զղջում եմ, երևի պետք չէր, բան։ Բայց ամեն դեպքում այդպեսին էր տրամադրությունը, որովհետև ես պատկերացնում եմ ոնց կարա մի հատ քահանա, օրինակ մայրս, ով կիսում է, կամ ցանկացած մեկի ծնողը, գաղափարները իշխանության, ոնց մի հատ քահանա փորձին են դուրս շպրտի։ Ես մարդուն ինչ քֆուր ասես հասնում է, ոչ միայն քֆուր։
Ես տենց եմ մտածում։ Հիմա տեսնենք, վերջացավ պատարակը, արդեն մտել մոմ ենք վառել դուրս ենք եկել, բայց տեսնենք դեր պարեհը, ինչա, անում չեմ մոտենալու բնականաբար, բայց նա արդեն տեղյակ է, ըստ երևույթին, որ ես եկել ու մոմ եմ վառել, ու ինձ ոչ ոք առայժմ սկզբունքայնություն չի դրսևորել շոպրտելու, դուրս շոպրտել, ու թող փորձեն, Բայց ես առաջինը չեմ յանը, այլ նաև ուղիղ եթերը դրա համար եմ պահում, անկեղծ ասած եկեղեցու ներսից կտրտում է դրա համար դուրս եկա, իսկապես մտնում ես եկեղեցի ուզում ես ներսում նստած մնաս, այն շատ քաշող, շատ ջերմ, շատ տաք եկեղեցի է, ու կար այնտեղ էլ որոշակի բան մի կողմ գծրած, ամեն դեպքում խնդիրը այն չի, որ ինչ ասվի, խնդիրն է, որ կարծես թե ուզում են ըմբռնել այնպես, ինչպես իրենց ձեռնտու է, իրենց քաղաքական հայացքներից ելնելով, այդքան բան։ Փողովեր, ես միշտ 5 հատ եմ վառում, անգամ կարող եմ ասել, որը ինչի մասին է, առաջինը վառում եմ իմ ընտանիքի համար, ծնողներ, կինը արդեն չնայած այն ժամանակ դեռ կին չունեի, դարձյալ 5 հատ էի վառում, քույր, եղբայր, երեխաներ, երկրորդը վառում եմ բոլոր հարազատ բարեկամներիս համար, ում հետ խոսում եմ, ում հետ չեմ խոսում, ում հետ կապի մեջ եմ, ում հետ կապի մեջ չեմ, բոլորի համար, բոլոր հարազատ բարեկամներից։ Երրորդը բնականաբար վառում եմ ընկերներիս համար, բոլորի համար, բոլոր ժամանակների ընկերներիս համար եմ միշտ վառում, անկախ նրանից ում հետ կապերը պահպանվել են, ում հետ ոչ, բայց միևնույնն է նրանք իմ կյանքում ընկեր են ինձ եղել ու ես դա շատ թանկ եմ գնահատում։ Չորրորդը վառում եմ իմ բոլոր թշնամիների համար, բոլոր, անձնական, թե ոչ անձնական, բոլոր։ Ու իհարկե ամեն մոմի հետ վառելուց խնդրում եմ Աստծուն ինչ-որ բան։ Եվ հինգերորդը իհարկե բարևձեզ։ Եվ հինգերորդը իհարկե իմ ճկնաղ Հայաստանի Հանրապետության համար։ Միշտ 5 հատ եմ վառում, մոտա 5 հատ վերցրեցի, կար 60 դրամ անցա, կար 100 Մոտս ես միշտ փոքրն եմ վերցնում, ոչ թե գումարի համար, այլ ինձ չգիտեմ, այդ փոքրիկները ավելի են, բայց այս անգամ գիտեմ, որոշեցի 5 հատ մեծը վառել, ինչ որ տենց ստացվեց։ Այո, գումարով է, դա նորմալ է, բայց կարելի է բերել հարկային դաշտ, ինչու ոչ։ Սա քաղաքական որոշում է, որը որ պիտի կայացնեն քաղաքականությամբ զբաղվող ներկայացուցիչները։ Ինչպես կորոշեմ, չգիտեմ։ Ամենայն դեպս մինչ այս պահը բնականաբար ոչ մեկս չենք տեսել, որ դա մտել որևիցե տեղից, երևի որովհետեւ դա պարտադիր պայման կարծես եկեղեցիների համար չէ։ Ահա։ Մովեսներ կան սիրուն։ Բազգում եմ։ Շատ սիրուն է։ Կնիկ ջան, քանի որ նայում ես, ասեմ, մյուս անգամ իրար հետ կգանք։ Շատ սիրուն է։ Անգամ մեր ընկերներից մեկը դստեր հետ է, 6-7 տարեկան է, փոշմանեցի, որ նռանային հետս չեմ վերցրել։ Կարելի էր հետս վերցնել, ամենս մողեսներին կտեսնել մոտիկից, բարևձեզ։ Լավ, շնորհակալություն, դուք ոնց եք։ Լավ ենք պատարակը մասնակցեցինք եսին։ Շատ սիրուն բանական համալիր, շատ սիրուն։ 10-րդ տարի։ 10-րդ տարի։ Վարան Պալավունը կառուցածն է։ Ծնական թևերը լրի փողով է ծածկված եղել։ Ոչ ինչ։ 50-ական միջև 40-30-ական Կարելի է պահեմ զրույցում արդյոք լսել այդ ինֆորմացիան, ինչ որ ասում եք։ Հա, դրանց բան է կա, կարածի կա բան էլի։ Նեսած շփոթելով զրուցելով ավելի։ Էս չդերնի։ Հա, այդ ծեր իշտ։ Էս չէ, ասված կամեցավ նորից բացվավ, ինչ է։ Եղա բացվել նորից վերաբացվել։ Երևի 70 точно չգիտեմ, էլի ճիշտ ասած 70-ական թվերի բաց։ Սովետի ժամանակ։ Հա, բան է եղել, լրի փողով ծածկված է։ Դրանց պատմությունը գրած է բանի վրա, չեք կարդացե։ Այդ բաները որտեղ տարել են։ Հա։ այնտեղ դրած է, դիա գրած է։ Հա, սիստակ բաները այնտեղ։ Հա, հեսա առաջանալ կարդամ։ Հա։ Նայեցի աշխոյս չեր ընկել, պաստորեն։ Մերսի շատ։ Կարդամ։
Առանցի բաներ, ես էլ եմ մտածում, որ սրանք շատ լինեն։ Բարև ձեզ։ Դրաները կոնկրետ սրանց չկա։ Մասա։ Գմեն բաները Այդ կարտանք։ 17 դարան, 11 Մարմաշան վանական համալիրը կառուցել են Պահլավոնի իշխանական տան ներկայացուցիչները, հայ պատմիչներն այն հիշատակում են սկսած 10-րդ դարից։ 11-րդ դարին սելջուկ թուրքերը պաշարում եւ կործանում են վանքը։ Սելջուկյան ավերածություններից հետո Մարմաշենը 1225 թվականին վերանորոգվում է, սակայն ավելի ուշ Հայաստանի մյուս վանքերի պես ենթարկվել է մոնղոլների ավարառություններին, հետզհետե քայքայվել ու ամայացել։ Միայն 19-րդ դարի 30-ական թվականներին ռուսական կայսրության կողմից Հայաստանի հյուսիսային տարածքների գրավումից հետո, լավա գրավում են ասել, էլի փրկություն չեն ասել։ Կարծի հայ գաղթականների մի խումբ բնակություն հաստատելով վանքի շրջակայքում մաքրել է այն ու գլխավոր եկեղեցին դարձրել գործող։ 1870 թվականին վանքում վերանորոգման աշխատանքներ իրականացրել Մկրտիչ Ջալալյանը, իսկ 1900 թվականին Մկրտիչ Անեցի Խրիմյան հայրիկ կաթողիկոսը։ Վանական համալիրը 1950-ական թվականներից պարբերաբար նորոգվում է։ Վանական համալիրի գլխավոր եկեղեցու կաթողիկե հյուսիսային պատի վրա փորագրված արձանագրության մեջ հիշատակվում են վանքերի երկու խումբ՝ վերին եւ մեծ, որոնք հետագայում Գրիգոր arczepiskopos եւ նրա եղբայր Խարիփ մագիստրոսի ջանքերով միավորվել են։ Ի տարբերություն վերին վանքի, մեծ վանքն ունեցել է շրջապարիսպ, որը ձգվելով մինչև Ախուրյան գետը իր մեջ ներառել է 4 եկեղեցիները՝ Գավիթ ժամատունը, Զանգակատունը եւ Գերեզմանոցը։ Ուսել ընդհանուր ինֆորմացիա համար։ Այս բանը, այս տղեն ինչի մեր դերասանին նման է, չէ՞, սեշտը ինքն է։ Բայց դեմ դու թվաստ դու հորքիստողու հետ բանից Կիրովագանից Աբելյան թատրոնի, չէ՞, Կիրովագանը։ Նկարների մեջ չգիտեմ Հայկ Թորոսյան։ Թորոսյան Հայկ։ Բանի Ու կարող է մեր ընկերներից լինի։ Հիմա դե վաղուց որ չեմ շփվել այդ սֆերայում կարող է որոշ դուս ես թռի այդ Չէ, չեմ թռել։ Ես թռնող չեմ։ Ժամանակավոր է։ հաջողություն, աստված հաջողություն տա։ Շնորհակալություն Մոսկվա։ Դուրս ես թռել։ Լավն է։ Ինչ, ոնց հասկացա շարժվելու ժամանակն է ոնց որ, հա Արմեն ջան։ Լավ տեղա որ մարդ չի ուզում գտնի։ Հա։ Ասում այնքան լավ տեղա, չգիտեմ լսվեց թե չէ, ասում այնքան լավ տեղա որ մարդ չի ուզում գա։ Լիճ կանենք։ Լիճ։ Հայլենք լիճն էլ տեսնենք ժողովուրդ ջան։ Ամեն դեպքում ֆիքսենք։ Շատ ենք իջնում, անդ։ Լիճն բանը գլեմփինգ այն չէ դա։ Հա, կարող է այդ։ Ճուլաները սա նկարել եմ։ Հա, ուրա։ Այ ճուլաները, մտի աչու ձախ։ Ընկերների մեջ ճուլաները։ Դե, մեր ընկերը ասում է, տենց ճուլանային բանից եթե ներվողներ կան, ապա կարող ենք տեղում ցուցադրել, ես չգիտեմ։ Այնպես չի որ զբաղված ենք մեկ այլ կարողով մի բան ասվել է, ուր որտեղ էր։ Ունեցել չի ակնկալում ենք որ էլ տենց չի լինի, կամ այնպես չի որ Տենց հետևողական ենք լինելու, որ ես իմ մեր եկեղեցիները, ես խիեք վերահսկողություն, հարցը դա չի, հարցը այն է, որ մարդիկ, խնդրեմ, որ մարդիկ ասում են, չէ, այդպես չի, ես տեքսնս, կարելի էր առանձին կողմի վրա, մի հատ հակաշինություն անել, տեղավորել, այդտեղ, հիմի, եթե ասում ենք, Էսրան նկարագրում տանք, ասենք, ճուլանի ոնց որ վերացած լինեն, այդ ինչ դառնում է, որ Աստծո տունը բան արեցինք, բղծեցինք, ինչ արեցինք, որոշակի իրավիճակին, որոշակի գնահատական ես տալիս, դրանով ճիշտ հակառակ, հուշելով, որ մաքուր պահեք Աստծո տունը, ստացվում է, այդքան բանը անողը վատն է, այս տահասները լավն է, ուժեղ տրամաբանություն է, էլի, շատ ուժեղ տեր։ Աջան, ով է, կանանա, շատ ուժեղ տրամաբանություն է, թույն, Բարև Աստծո։ Օգնեցեք դեր, Աստված օգնի։ Ինչպես կարող եմ ձեզ դիմել։ Տեր փառեն քահանա պետրես։ Ձեր փառեն, դուք
Հայաստանի Հանրապետության մեծ թվով քաղաքացիների, ովքեր որ անկախ ամեն ինչից կիսում են վարչապետի կարծիքը, որոշել եք, որ նրանց ազատ տեղաշարժը կոնկրետ համարի տարածքում կամ աստծո տնից իրենց օգտվելու իրավունքը կարող եք սահմանափակել կամ կրճատել, ընդհանուր միջև դուրս շպրտել։ Որպեսզի հետագա մեր երկխոսությունը ճիշտ հունով ընթանա ու դուք ըմբռնեք իմ որդովմունքի աստիճանը որտեղ է։ Ես չեմ եկել ուղիղ վիճելու, բայց ես ուզում եմ սա քննարկենք։ Կամ կարելի է քննարկել, հատկապես որ ձայն տվեցիք։ Իմ մայրը եկիսում է վարչապետի գաղափարները եւ գտնում է, որ ոչ թե ասելա, որ չուլան են դարձրել եկեղեցին կամ վիրավորում է եկեղեցին, այլ ճիշտ հակառակ։ Ինչ որ իրավիճակի տալիս է, ինչ որ գնահատական։ Եթե իմ մայրը գար այս եկեղեցի, դուք նրան դուրս եք շպրտելու ու կարծում եք, որ իմ վերաբերմունքը այդտեղ կարա լինի նենց շատ մարդկային։ Խնդրեմ։ Իսկ հարցին կներեք 1000 ներողություն, եթեր եմ մտել ցուցադրում ես հիանալի համալիրը ու հիմի երևի չանջատեմ, որովհետև ոնց որ մարդիկ հետաքրքրված են մեր երկխոսությունով, շատ լավ կլինի, որ երկխոսությունը ստացվի։ Ուրեմն խոսքիս եւս մեկ անգամ հիշեցնեմ։ Խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց, անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տարապում եւ ունեն հակաեկեղեցական, շեշտում եմ, հակաեկեղեցական, հակաքրիստոնեական եւ հոգեվոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսեւորումներ, ապա իբրև Մարմաշեն Հովության հոգեվորովի Մարմաշեն բանկի բանահայրի պաշտոնի հայտարարում եմ զգուշացնում։ Իմ հովության տարածքում գտնվող որևէ եկեղեցական սրբավայր, որին ենթակայության տակ է, որովհետև նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ եւ թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարած դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով։ Ահա։ Հիմա թող այս ասածները իբրև աղ անեն իրենց ականջներին, մինչև չդասի արակվեն եւ կարգի ու չափի չգան, չափ աշխարհեն ու զղջումով խոնարհաբար ներողություն խնդրելով չկան Աստծո դուր։ Իմ ասածի մեջ ինչն է այդպես ոգևորվող, որ Որպեսզի զուգահեռ ձեռքի տակ լինի կարող եմ ձեր հեռախոսը խնդրել ու տարտար նախադասություն առնախադասություն անցնենք։ նախադասություն ես էլ կարամ անցնեմ։ Ասեք։ Կամ Ուրեմն վերել։ այստեղ շատ པարզ ու հստակ ես ասում եմ։ Այն մարդիկ, ովքեր որ քրիստոնեան իրենց համարում, բայց եկեղեցին չուլան են համարում, Եկեղեցին ով է ճուլան համարել։ բազմաթիվ մարդ։ Ով։ Բազմաթիվ մարդ։ Ով, անուն ղեկավարից բազմաթիվ։ Որ խնդրեմ հղումը կդնեք, որ երկրի ղեկավարը եկեղեցին չուլանա համարում։ Որ խնդրեմ հղումը ցույց կտաք։ Որտեղ։ Որտեղ։ Հղումը ցույց կտաք, որ վարչապետը, հիմա դուք բանավոր ասում եք, վարչապետը Աստծո տունը եկեղեցին համարում է չուլան։ Չէ, ես կարծում եմ կա տարընթերցում թուրըմբռնում, որը կարող լինի, որովհետև մարդ են։ Ապա խնդրում եմ, որպեսզի մեր խոսակցությունը տարընթերցման տեղի չտա, խնդրում եմ, ցույց տվեք։ Ես մանրամասների հետևից չեմ։ Չէ, դուք պիտի մտնեք, որովհետև դուք հրապարակային հայտարարություն եք անում ու խոստանում Հրապարակայնորեն խնդրում եմ հղումը ցույց տալ։ ասում եմ, վարչապետը չուլան է կոչում եկեղեցի։ Ես չի կոչել նման, դուք ստում եք բարձրապես։ Դուք Չուլան է կոչում։ Ցույց տվեք։ Չուլան է։ Ցույց տվեք, ստում եք։ Չուլանանոց ինչ։ Ցույց տվեք, ստում եք։ Լավ, լսեք, այդում էլ կեցին մեր Հիմա իրան թողնեմ քեզ հետ խոսեմ, ասեմ ինչա պատահել։ Արտեմ էլ հանգիստ է։ Արտեմ էլ մեր օպեմ էլ կեցին։ Մի հարցը չվերջացած երկրորդին ասեմ, ինչ ա եղել։ Հարցը դες հետս։ Ես սեցի հարց ունեմ այդա։ Չգիտեմ, ասես ինչ ա եղել, կամ լսի ինչ ա եղել։ Դու լսես ա։ Եկել ես մտնում ես երկու մարդու խոսակցություն ճաններ։ Ասես ինչ ա եղել։ Բարիղի կամին լսի իմացի ինչ ա եղել։ Հարգենք մարդու խոսում եմ։ Կոչում է, գնել։ Խնդրում եմ ցույց տվեք։ Խնդրում եմ ցույց տվեք, ցույց տամ, ասեմ ժողովուրդ նայեք։ Տեր փառեն, տեսել ա մեզ ցույց ա տալիս, որ երկրի ղեկավարը ասում է ուղիղ տեքստով, որ եկեղեցին դա չուլանա։ Խնդրում եմ ցույց տվեք, ցույց տանք, հասարակությունը վրդովված է։ Անցնի այդ վրդովմունքը։ Եթե չեք ցույց տալիս, ուրեմն դուք ստում եք։ Ինչը նույնպես նորմալ է, մարդկային զգացողություն է։ Ես կարամ դա անցալեմ, որ որոշակի քաղաքական պատկերացումների հետ պայմանավորված նորմալ է, որ ունեք քաղաքական պատկերացումներ։ Պայմանավորված դուք քաղաքացիներին խոստանում եք նրա գաղափարները կիսողներին դուրս շպրտել եկեղեցուց։ Հիմա, որպեսզի այս ցասումը անցնի, իսկ ես կողմ եմ, որպեսզի անցնի, խնդրում եմ, հղումը ցույց տվեք, ասեք մարդիկ ջան, ես ինձ էլ ասեմ գնել ջան,
Հեսա, կախ, ես դու եկել ես մարդու։ Խնդրեմ, այ ապրես ցավը տանը։ Մի րոպե, սենց անեմ, որ Ես դες պաշտոնապես մի րոպե, էսի բանը, կեսից է դրած, կեսից է, մի րոպե, ես խնդրում եմ, դրա ամբողջը գտեք, էլի, խնդրում եմ, Ազի ջան, դու մեզնից արագ կգտնես, ցավը տանը, անդրադարձը կատարում Չէ, մի րոպե, որովհետև ամենասկզբից տրամաբանությունը բերում հասում է ուրիշն է, դուք չեմ գայնակում, ուղիղ եթերում ենք, Գանել ջան, մի րոպե մը լսում եք։ Ոչ մեծ շուլանանոց։ նայ, Ախսուն ջան, ցավը տանը, սա հանրային տարածք է հիմա, Այստեղ ես իհարկե կարող եմ ձեզ խնդրել, կարելի է որ դուք կադրում լինեք թե չէ։ Եթե չեք ուզում, չեք լինի, նորմալ է, բայց հանրային տարածքում ոչ ոք չի կարող։ Լսեք, ես բան եմ ասում։ Ընդ որում մի րոպե, չէ, մի հատ ասենք երեխեն վաղը ապրում է, շարունակում ապրել ամբողջովին թո իմացի։ Նայ, Սիրուն ջան, քեզ հետ է կարող է պատահի ինչ որ մի բայ։ Առավել եւս որ ես Փարեի հետ խոսելուց, Փարեի։ Փարեն, Տեր Փարենի հետ, երբ որ ձեն տվեց, ես ասացի, որ եթերում եմ, կարող եմ ասացա։ Առավել եւս դա։ Լավ Ազիջան։ Խնդրում եմ այդ կառավարության նիստը, երբ որ սկսում է խոսակցությունը գնալ էս ամեն ինչից, դա գտեք։ Կառավարության էջում կա։ Ինձ չի հետաքրքրում կառավարության։ Չի կարած չէ հետաքրքրի, բայց դուք բան ասեք։ Ինձ հետաքրքրում է կոնկրետ այն հատվածը, որտեղ կոչվում է։ Կոնկրետ հատվածով ես հենց հիմա մեր երկխոսությունից տարամ կտրեմ մի հատ երկու բառ ու դարձնեմ կամ շատ լավ բան, կամ շատ վատ բան։ Բայց դրանց հետո հրապարակային հայտարարություն եթե անեմ, դուք կարող եք հանգիստ գալ ինձ նկատողություն անել, չհասկացա։ Ես ասում եմ, մտնում եք եկեղեցին, տեսնում ենք, չգիտեմ, այս աղբեին, չգիտեմ դեռ։ Տեսել ենք, բոլորս էլ տեսել ենք։ Չեմ ասում հենց այստեղ։ Լինում է։ Տես Փարեն։ Ես հենց նոր մտել եմ այստեղ։ Անդրադարձ են կատարում նաև ոմանք անդրադարձ են կատարում այդ խոսքի հիման վրա անդրադարձ են կատարում որ մարմաշեն եկեղեցի ով անդրադարձ կատարում վարչապետը չէ լրատվամիջոցներն են անդրադարձ կատարում որ լրատվամիջոցները կարակ դատի տակ եթե ձեզ բանի հիման տակ տեղեկատվություն են քաղել կոմենտներից տեղեկատվություն են քաղել որ մարմաշեն բանկի եկեղեցի մոմավաճառի բանի հանգուցյալ հոր բաճկոն ներկախած այնտեղ չգիտեմ ու Սաղաթար մի րոպե կներես այն լրատվամիջոցը որտես բանը լրատվամիջոցներ կան առհասարակ ինձ սպուրք են անվանել ես տես մերը նայ հասարակ բան եմ ասում եթե լրատվամիջոցներ կան տենց են արտահայտում դու ոնց կարաս իմ մորը դուր շպրտես որովհետև նա լրատվամիջոց տենց է մեկնաբանել ոնց կարաս լսի գոմորը ոչ ոք չի դուր շպրտել այս հրապարակումը նաև դրա մասին է դրա մասին է Հայ առաքելական եկեղեցու առաջի պաշտպանը ես եմ ու եկեղեցին որպես շինություն պատկանում է նախ առաջ ինձ դու տեսեք ծառ ինձ ապարտանում եկեղեցին իմ իշխանության տակ է ես եմ տերն ու տիրակալի եկեղեցի Ինչի տերն ու տիրակալը ես եմ տերն ու տիրակալը որտեղ օցիալ հոգեբորական որ աստծուց օծված ինձ կգաս ունենամ որտեղ արտիկի վրա իմ պետության մեջ կադաստրի թղթերը դու լսի կադաստրի թղթերը հիմա կադաստրի թղթերը ունեն կադաստրի ոսկարած պետության մեջ դու թղթ ունենաս հայկեզի կադաստրի թղթերը տենամելը տենա որտեղից է սովորել այ լավ եմ որովհետև դու հրապարակային շանցալոգի հայտարարություն ես արել շանցը դրա կուղած լավի տերանը Իսկ ես էլ դեպար Տեր Փարենը լսեմ մի հայրանքը չենես անսու տարածքը Տեր Փարենը կմորեցի նշանակի որ քեզ ես եք այնել մի եկա Ես կարամ որպես քաղաքացի սխալվեմ ինչ որտեղ դու քահանա ես դու ես ինչ մասի տալու ես ասում ես քեզանով հիացել ենք եկե սադրումա որոշել ես կարամ մարդ դուրս շփրտի եկեղեցուց քաղաքական Այսօր մենք եկեղեցու տոնն խնդրում եմ էլի մենք միշտ լսում ենք Չի գնահատում քահանան չի գնահատում խոսանք իր հետ մենք խոսանք մենք միշտ լսում ենք հաղորդումները այսօր մեր եկեղեցու տոնն է Ինչ պետք է մենք իր հետ խոսանք պատարակի ենք եկել մենք եկել ենք պատարակի գնանք Աստված Մենք եկել ենք ածում ես որ պատարակի մասնակցել մենք հերում ենք գնացեք Աստված Ամեն էկրանի վրա բայց այդ կոմենտարներից ախպերական տաղավարի փորատան դու ֆիքսես քեզ կենես պետք է Ես խոստացի Մենք ծոմ եկել ենք պատարակի այսօր մի խոսա գնացեք Աստված հետ մտան ու վառեցի Խոստացել Չի կարելի թարգտավի քեզ տա ինչ որ ցելեք ու մամայի դիտի գնալիքունի հրապարակային է ու բոլորին է վերաբերում Դու իմ մամային էլ ունի քո մամային էլ ունի մյուսի մամային էլ ունի մամա սովորած է ապճան Աստված հոգին լուսավոր պետք է ցավը տանի
Ես մենք սասե հայեք, իրարոց պես սպան։ Անհավասարակ կշիռ սրբա պիղծեր։ Չի կարելի։ Ուրա, այն լիճ կա ասում են ստեղ մոտիպե։ Դիա անդեղած լիճն է։ Ոչեմ թարգեք կերտա, վերջացրեք կերտա։ Որպես կանանց խոսք եմ տվել։ որպես ես։ Հոպա, հիմա ինչքան խոսած այնքան նյարդայնանում եմ, խնդրում եմ, ցավը տան։ Խնդրում եմ։ Դու ներում ես ինձ։ Սաղն է հայերեմ գա։ Ու էլ խոսակ ոչեմ վերջացրեք կերտա։ Հիմա ինչքան շատ ասեք այնքան կարող է լավ։ Շո, ախպեր, խնդրում եմ։ Ես դրա համար չեմ եկել։ Ես դրա համար չեմ եկել։ Եթերը կա, եթերը սկզբից մինչև ոչ կա։ Ես ընդհանուր առակը նկարել ցույց եմ տվել հանրությանը ինչ սիրուն տեղ է ու խորհուրդ եմ տվել որ բոլորը ընտանիքներով այցելեն։ Ոչեմ։ Թող ասին Ես մնացած Ես համելուց մեզ դուք սկզբունքայնությունը մարդկանց։ Ու տեսանք սկզբունքայնությունները։ Բաժակը փախում ենք։ Կերնի ախպեր։ Վռնդեմ։ Վռնդեք, մորուկը թարաշենք, վռնդեք տանեք, կյանքը չկարնես հետ գալու ճամփեն չգտնես։ Սուճկա։ Չէ, ես չեմ խմում, ցավը տանեմ, համ չեմ խմում, համ մեքենայով եմ։ Մի ծառը ջուր, արի գնանք մի ծառը ջուր խմենք։ Կամոտիկ է պուլպուլը։ Գիտեմ ես մայիսյանից եմ էլի, այստեղ պրոստա օտագնացիան ենք եկել։ Թե չէ։ Հələ տես կա, հələ բանին հարցնա են։ Թարգեք երկա, թարգեք։ Էս մե բանը լավ, բանը չի բանը։ Թարգեցեք ես։ Վերջացրեք ես։ Թողտագի։ Իմաց չունի։ Թողտագի։ Իմաց չունի ապա։ Իհարկե չունի։ Մեգս որ Ինքը փոխանակ լեզվին տալու կարար դուր, ես նոր ոնց ներողություն հատած խնդրեցի։ Կարար դուրս գար ասեր խորամտություն ցուցաբերեր, կամ առասրած չմոտենար, կամ էլ մոտեցել էր ասեր հրապարակային բան եմ գերես։ Ասի այդ նկատի չեմ ունեցել, վերջ։ Դա բարեվարկությունն է, ընդունված, ոչ թե իրաց դրել են մաֆիոզների տեղ։ Այ բարստան ենք թարգեք։ Ո՞մ, դա ես չեմ չեմ դիտի, բայց չեմ բարի։ Բացառվում է, Դե ոչեմ հեմի չորա թարգեցեք ես, չի կարելի։ ուր են տղերքը։ ու մատ Անդոին ցենտր։ Անդո դարը ցույց է տալի։ Ինչ նկատի ունի վարչապետը։ Ախպեր նորմալ, նայ, ընկեր, դու խնդրում, չէ, ես ընդունի որպես քո հանդեպ։ Քո հետ չեմ խոսում ձեռով, ցավը տանեմ։ Նայ, ընկեր, սա իմ էջն է Facebook-ի։ Մտնում ես, խնդրում եմ, մտնում ես Facebook-ի էջը։ Իմ էջը գտնում ես։ Այս եթերը նայում ես։ Անկամ դրան անդրադառնալուց ո՞նց եմ անդրադարձել։ Ասել եմ նայեք Ժորժան, հարցը ինչ է, որ հիմա ցույց եմ տալի, վայ տեսեք ես ինչ աղետ է, չէ։ Բայց ասենց բաների մասին է խոսքը։ Ու ես չի որ չի շարունակվելու լինի։ Անկամ այդ իմաստով եմ օգտագործել։ Հասկանում ես։ Չնայած կարա սադրե յուրից ձեր ցույց տա, բայց չեմ սադրե։ Եթե տեսել եք հանեշ տանեշ թափեք։ Ես ֆերոնս խավակեմ ցիվիլը եկեղեցի։ Համաձայն եմ։ Չնեղարեք ախպեր, Համաձայն եմ։ Չէ, եթե մեջ հանեշ թափի։ Համաձայն եմ ախպեր, բայց ես այդ մտքով կասկած չեմ ասել։ Չէ, դու կնայես, եթե չէ ախպեր, պետք է համաձայնեմ, որտեղ ես եմ տես մտածում։ Ես տես եմ մտածում։ Ցույց տուրը դիգեն, թափի։ Ախպեր, դեմի ցույց է տալի համալիրը, ամբողջ։ Այս տարածքը, խոր ասես Ժորժան, նայեք քույն տեղա, հրաշքներ, ընտանիքներով որ գաս, մյուս անգամ ընտանիքներով եմ գալու։ Ես Իմաց չկա քեզ դա։ Ախպեր ջան, բայց բայց որպես միտքը ըմբռնես դրա համար է ասում, այո, բայց ես էլ լավ գամ որ նայել։ Կամա ցանկից ցեկնի։ Ես շոշով կարամ խմեմ։ Քեմե հա, քեմե ինչ է։ Եթե բան ես տեսել, ես դա շապի ախպեր։ Պրոբլեմ չկա։ Մեր ասկի ներկայացուցիչներն են գտել։ Խո պրասացի քեգան գտեցին։ Համաձայն եմ ախպեր։ Մեր ասկի դաստիարակությունը Համաձայն եմ։ Եկեք ցավը տան, եկեք։ 2-3 տարեկան ասկենք, բայց խելքերս կա։ Ինչը ես բացատրում եմ, որ ցելոֆանով զիբիլը դուրս է մի։ Սաղեցությունները սաղեց վիճակում էս գործանվե, էս ինչ են եղել։ Մեր ասկի շնորհքն է, քասա։ Իրար ծախեն, իրար դավաճանեն, իրար մորտեն, իրար չիլեմիկեն են, հանու փողի էս ինչ կենեն։ Իրար ծեպական հորմոնը ծախեն։ Եկեք մեր ասկը։ Համին եկեք տարերի բարերը դրից եկա։ Բայց կան միշտ։ Թարգետեք ես։ Շոապ կանե ջան, ո՞նց է մերևելի ծուրես ախպեջան։ Մենք ուրի համար գախներից վրա։ Մերսի ցավները տանեմ, բայց այս եկան է YouTube-ը, հորոսկոմը լենական չէ։ Ցավը տանի կեղե։ Իմ ոտով իմ տունն է։ Իմ պավեսը մեշեցի են, ինչի՞ պիտի մուշը տոնենք։ Մենք էլ ենք մշտի հարցեցի, ախտը։ Ինչի՞ պիտի չափենք մենք այնտեղ։ Հնի մասը ասենք բոլորն ինձ սաղ դվայորնի ախպերներին էլ սաղել ստկարել ճանաչեն։ Երկուսի անունը տամ շատերինը չկա։ Պրոբլեմ չկա, ցավը տան։ Ինչ եղե։ Մենք էլ շատ մարդու կճան։ Հնի դա այդոք թոնիկ մեկ օր։ Մենք էությամբ մարդերնի։ Չէ, սանես էդից բան է։ Սաղ սկերազն է փորը մաչ չէ։ Շո։ Միշտ ներկայացամ ենք սկան բալամ։ Հնի տեսնի։ Բայց նա բան ասեմ, այս այլ ազգերի համար
Այն պատի ցուցանակը, մենակ հայերեն ռուսերեն, կարելի էր հայերեն ռուսերեն անգլերեն դարձնել։ Սովետի վախտակ մի դե էսին մնի։ Հիմա արդեն շատ են էլի գալիս այս երկրներից, որ անգլիա խոսեն։ Դեռ համար է տաները։ Հա, այս մեկը լավ է, հայերեն անգլերեն։ Անգլերեն կա, ռուսերեն կա, վերջը։ Մի սովետներ են բախ մի պետության մեջ կաբրեն, կա ռուսերեն ու հայերեն դեր։ Հիմի տեղի կան, թարգտել եք երթա։ Տարերի բարերից։ Չէ, ախպեր հրապարակային խոսքա ասել։ Հիմի մտնենք եկեղեցի վռնդելու է մեկը։ Դու ես մարդը չի վռնդեք ես։ Դա սկզբունքայնությունը։ Դա սկզբունքայնությունը։ Օվերսերը ինքնելու իրասաճամար պատասխան տասու դեմը։ Ֆորատայքսի, դա դիքսեն են օնքսի։ Շատ հարգանք։ Դա դիքսեն են դիքսի։ Զաղնես սելով է, խոսքի մոտ է։ Պապից համարելով ոչ Ախր կնե ջան դու խարին ժողովրդական դերասաններն չես ընկեսոս մեջը։ Ջղայնացա բարի։ Ոսին պետությունն է։ Ջանը չէ։ Վա։ Հելա մարդը հրապարակային բան ասում, ասում է ով գա վռնդելու եմ ով Նիկոլականը։ Մենք այսօրվա Ես էլ հարցնում եմ մերես որ կա կարած վռնդես։ Սա հացեմ տալիս, ախպեր դրա պատասխանի դժվար է ոչ։ Դե ինքը պրոստը ճուլան կա։ Ինքը հասկացաք հարցը, ու չեմ եկել կռիվանելու, դա կարակը։ Ինքը հելավ ձեր տվեցին։ Ես նկարում եմ սիրուն, մոմս վառել եմ, հելել եմ ծսմի սիրուն, նկարում եմ արկածել ասում եք ամենակ։ Հելավ ձեն տվեց։ Շատ է էլի հարգում եկեղեցին ու աստուծունը։ Ինչ անես անում սնել։ Ուղի է, դրով է թողեստա։ Տոտը։ Այս երկրի մեջ ինքան պրոբլեմ։ Կարամ պահեմ բոլորը բա։ Ինքան պրոբլեմ կա։ Հա, լիք ինքան պրոբլեմ կա։ Ամեն ինչը պրոբլեմ։ Հա։ Այդ պրոբլեմները սա լուծեք։ Երկրի անվտանգության հարց, բանակի հարց։ Ով լուծի։ Դե դու ես յոգի։ Ես քաղաքացի եմ, պաշտոնյա եմ։ Ես շարքային քաղաքացի եմ։ Պաշտոնյաները բնույթ։ Ես չէ, ախպեր։ Ես ու դու պիտի լուծես։ Պաշտոնյան պիտի կառավարումը իրականացնի։ Ես ու դու պիտի պահանջատերը լինենք։ Հասկանու՞մ։ Ես ու դու պիտի հետևից գնանք։ Բանակի հետևից գնացել ես հեչ։ Ես գնացել եմ։ Հեչ աշխատանք չես տեսել։ Չես տեսել։ Դու տեղյակ ես որ Հայաստանի Հանրապետությունում արդեն տևական ժամանակ է ստեղծվել է ռազմարտունաբերություն։ Տեղյակ ես դրանից։ Ու մի քանի ու ունենց ապրանքներ, որոնք արդեն արտահանվում են։ Տեղյակ ես ցավը տալու։ Տեղյակ ես սահմանագծով երկաթբետոնի բունկերների շարունակական շինարարությունից։ Չեմ ասում ամբողջ արտենտենսը։ Տեղյակ ենք ախպերը։ Անցած ակում եմ պոստերերը, դեշման չեմ տեսել։ Ախպեր, ես 5-րդ ուրեմն ասեմ։ Իմ աշկից տեսած եք, որ չեմ տեսել։ Ես եթերով շատ չեմ մանրամասնի, բայց ես պականջին երկու բառ կասեմ Մերրամ ջանից։ Ու դու իմ կարծիքով քանի որ պետությունը սիրող տղա ես երևում, պետք է քեզ դուր կգա։ Մենք էս Արվում է։ Ու աշխարհի ամենալավագույն իշխանությունն էլ լինի, մինչև քաղաքացին դրա մասնակիցը չլինի, չի փոխվելու։ Ում ես ուզում։ Նա աբոս Քրիստոս դերցին խաշին։ Հասկանում ես։ Այդ որ իշխանությունը պիտի բեգա, ասալա, չես ասում։ Կարելի բարերի հետևից է միտքն է հեսկա հրապարակային բան է։ Մասնավոր զրույցի ժամանակ չի ասել, հրապարակային տեղադրել է համացանցում։ Ես էլ ապջան։ Ո՞մ ասել, ինչ ասում։ Չի ասել ախպեր։ Ախպեր, էդի կտրածով եք ցույց տալիս, ամբողջ են, նստեք նա ամբողջ են, նայեք։ Ես մի հատ օրինակ բերեմ, հոպարս։ Հոպարս, ես քեզ մի հատ օրինակ բերեմ, ախպեր ջան։ Իմ հետ եղածից, որ չստացվի, որ մեկի մասին բան եմ ասում։ Ուրեմն 20 թվականին լսի։ Այս կարճ բան եմ ասում, որ հասկանաս ինչի մասը։ 20 թվականին Շուրնուխից գալիս եմ։ Ինձ Երևանից ասում են, որ Շուրնուխը տված է։ Ասում եմ, Շուրնուխով գալիս եմ, ո՞նց է տված։ Մի խոսքով, հա։ Տղեկին բան է հանել պոստեր իջնում եք։ Ո՞նց է, սկսեցի այդ իրան, հա, ասում եմ, Շուրնուխը, այս մեր ժողովուրդը, այս ես։ Գալիս եմ Երևան, հաջորդ օրը, իմ այդ խոսույթը Անենց հատվածաբար են կտրտած տեղադրած լինում, որ լրիվ թարզ բան աստացում։ Արա մեկը շուրնուխտիներ են ինձ անգում, բախպեր ես ինչ ես ասել, բամա, ասում ինչ եմ ասում, բախպեր հեսա ուղարկենք ես, նայում եմ արա ճշտով ոնց որ ուրիշ բան ասացել եմ, որոշում եմ ոնց կայնի, մտել եմ իմ էֆիրն եմ նայում, արա չեմ ասել տենց բան, զանգել եմ այդ տեկին ասում եմ ախպեր մի հատ օրիգինալ է հեսա, մի հատ լրիվ նայեք, կտրտածով չէ, լրիվով, որտեղ իրանց ուզածներից կարան կտրեն, 180 աշճան բառը փոխվի։ Հիմա մեր սիրուն աղջիկը բերել էր, անենց տեղից էր ցույց տալի, որտեղից էնել ազատության հրապարակած է։ Անենց տեղից, որ միտքը գլխիրա շուրեկած է։ Ու այդպես կեսից նայելով հրապարակային ինչ որ հայտարարություններ են կանում դուրս շփրտել մպրտելուց։ Նորմալ է դա ախպերս։ Պետք է արդեն 10 անգամ սին կարտեք։ Հերախոսը դե չկպայս, ինձ հետ թորատային է բախին անգամ։ Ինչ ես բախին, ես մարդուկ եմ այդ ցավը տան։ Տղեստեսնից դուսեն է, ունսները մենամ հանգարց։ Մարդիկ ուզում են հասկանալ ինչա կատարվել։ Հենց մի 729 հոգի մարդ նայում հարցեր ա տալիս, ցավը տանը։ 729-ին անջատեմ ձեր զրուցում։ Սիրով, հեսա եզրափակեմ խոսքը, անջատեմ զրուցում։ Բայց տենում եք, չէ՞ մենք մեր համար մի բանը ուրիշների հաշվին ենք գործում արել։ Միշտ տենց է։ Ո՞նց է դառնա։ Հա, հենա լրատվամիջոցին հետևելով ելել ասում է լրատվամիջոցը sense բաներ գծե։
Եկեղեցին սարքել եք փակ կառույցի համար, всё։ Եկեղեցին 2000 տարիները եղել է փակ։ Այ շատ վատ այլի դրա համար եկեղեցու շատ վատ բաներ ա հասանելի կառույցի։ Իսկ եկեղեցու մեջ պետք է հաշվի։ Մենք կհասնենք նրան, որ հաշվետվություն լինի։ Եկեղեցու հոդի անդամ է։ Իսկ հոդիվը ընդամենը չով է։ Իմ պետության մեջ որոշ տարածքները կադաստրի թուղթը պետք է ցույց տա մուծումները, վճարումներն էլ հետը։ Ու կհասնեմ ես դրան։ Իսկ եկեղեցուց որևիցե մի պիղծ չի կարա որևիցե մեկին բռնի։ Գնացին Ժորժ ջան, ես բոլորից հետ անձամբ շատ ներողություն եմ խնդրում, թե իմ փոխարեն, թե եղած միջադեպի մասով։ Ստեսուն ձեզ։ Ես արկել ես, ապե, վատ միտք ունեցողը, ինչ ուզում ես արա։ Ուզում ես սարին տեղով քելա, ուզում ես Էդի պիտի բողոքող է լինի գնանք։ Ora eutxan, tirabas canco, esse Հա, այնքան ժամանակ չեմ ունեցել, ես այդ ժամանակ մի ոտս պոստեր ես վերջի։ Ժամանակը ժողովուրդ Հա, հավատքեք կեղտոտվել, իսկ հիմա արդեն այո դիմում եմ, հենց հիմա երկու հատ դատական գործ ունեմ։ Պարտադրում եմ ներողություն խնդրեմ։ Հիմա արդեն այդ ժամանակ 20-ից 23 թվերը, ես տուն գնալու ժամանակ չեմ։ Ես չեմ տեսել մի տարեկան երեխան ոնց է դառը 4 տարեկան։ Որ այսօր մեկը հելնի, որոշի թե ինքը թույլ է տալու ինձ իմ երկրում եկեղեցի մտնեմ, թե չէ ոնց պիտի մտածեմ։ Սվերցրած կադրերը ցույց կտան, ով էլ եմ ինձ, ես էլ եմ։ Ես որ մի բան ասում եմ, մինչև դրա տակը 10 տակը ֆրցրած չլինեմ, ես մի բառը չեմ ասի։ Այդ մեջ դիմացեք։ Ախպեր ջան, ներողություն։ Ամեն դեպքում տրամադրություն ա փչանում, հա։ Ներող կնեք, հաջողություն։ Ես էլ արդեն այնա զղջում եմ, որ անձնականով դրանք խփրտել եմ։ Ո ոչ զղջում եմ։ Այն որ ասեցի եթերի սկզբից զղջում եմ, դե հիմի կարող է կարելի է ուրիշ դեր, այդ հաշու չէ, ոչ էլ զղջում եմ։ Էս ով արա։ Մեկն էս մեծ զեննա տալի մախտորը խվում փողից ունի։ Այնո աբեղա էր, հա երևի այն բոյով տղեն։ Այ կողքի դեբիլը։ Ախպեր։ Այդ ոնց նա ախպեր կետ խնդրում եմ էլի։ Ոչ մեկի չի վերաբերում, ձեր ճամփի։ Ես վիզան դրել արա։ Ձերնա բրեքը խաբար չկա։ Բիոդ ախպ։ Կես բալարա։ Ահա, իշխանը կսած սարուտա։ Հա, իմիջալոց։ Իշտա ուժեղ։ Այ, հիմի ասեմ, խնդրեմ։ Ուրեմն շատ լավ է, ով այս քուչիկներից բանից ընդեղ էր դրած եկեղեցու բակում, գենդեր փարթի էր եկեղեցու բակում։ Անկեղծ ասած, բարի ազատում եմ մաղթում երիտասարդ տիկնոջը, ով պիտի մայրանա պապայի գործերին հաջողություններ եմ մաղթում, չեմ ճանաչում, չգիտեմ, որ չստացվի դրա համար եմ, չէ։ Իրենց իսկապես բարի ազատում, լավ, ով բան, փոքրիկ ծնվի, աստծո օգնությամբ ամեն։ Բայց գենդեր փարթի եկեղեցու բակում Գենդեր պարտի եկեղեցու բակում Աստու մոտ, ում համար բոլորը հավասար են Այդ կարելի է, բայց նիկոլականներ ձեզ ոչինչ չի կարելի եղավ, որովհետև իրանք մտածում են, որ բնութագրեր է տալի, կարդում է, ուրեմն այն որ կարդում է լսեցիք, չէ, ուրեմն կարդում է, այնտեղ կեսից ինքը բնութագրեր է տալիս, ինքը գիտի խելացի բան է խոսում, պրոստը չտվեց ձեռս, ասի դուր հիմա ես նախադասություն գնամ, ինքը գիտեր, որ շատ ծանր ու ծիծաղելի իրավիճակում է հայտնվելու ու սկսեց սադրել արդեն, նորմալ է, ես ինչ եղավ արա Դուրս չի բացում, իրապե, անալին հանեմ Նորո ջան, արիստիս մտի 4-ն էլ բացի ան Ուրեմն, վաղվանից սկսում ենք, չէ, վաղը չէ Մյուսորվանից երևի, սկսում ենք հարցումներ անել բոլոր եկեղեցիների կադաստրի վկայականները Մուծումները, տուրքերը, սկսում ենք, շատ բան ենք սկսում Բա չէր բացվում, բանով բացի Զապասով բացի Հա, ինչ ենք անում, մի հատ մտնենք վահագնաբանքի հետ, տենանք հետ իշ մատուր էին ասում Հա Խմեն ես գնի Ես չայ է, էդի տակ չի ծավոտա Էդի պիտի պչնք նոր խմենք արդեն Մի ռոպե Արմեն ջան, մի հատ պիտի ձեռը կծին դեղից դռները բացի Բան եղավ էլի, չգիտեմ, քիչ որոշես չլսի Հա
Մեքենայի մեջ սրբիչ պայելու սեզոնը համարում ենք բացա։ Ջորջ ջան, շնորհակալություն դիտումների համար, հեսա մի քիչ զրուցելով գնանք։ Ես առաջարկում եմ հիմա գնում ենք Վահագնա բանկ, հա։ Վահագնա Զոր թե Վահագնա։ Չգիտեմ ինչ որտեղ անունը ասում են այնտեղ սիրուն մի հատ մատուր կա, շատ լավ մատուր կա ու ինչ որ հեղներ աղբյուրն է այդտեղ։ Եթե այս պայն դիտողներից այս շրջանից մարդ կա, խնդրեմ հուշեք, ճիշտ ենք հասկանում ենք էդի թե չէ, որտեղ ուզում եմ մի հատ հեղներ աղբյուրը տեսնեմ, երբեք չեմ տեսել։ Վահագնա Բերդ։ Ահա։ Վահագնա Բերդ։ Վարագնա։ Այն ցուցանակը կար էսա կտենանք։ Բուջի տուլին նայելը։ Կաշվում է։ Եկեղեցու բակում քահանան։ Քահանա ունենք։ Արդեն հետ ենք գալիս, Արո ջան, դու ինչի՞ց ես խաբար։ Արոն ասում է, ես գնում եք բանը, որ չթողնի ներս։ Ցավը տալը մեկ ընդից արդեն դուրս եկանք, հեսա, հենց որ դուրս եկանք։ Ուղղակի իմացանք, որ ստեղ մոտիկտեղ մի հատ էլ տես բան կա, մատուր կա, ճանապարհից մի հատ տատիկ էր, արես զանգերը կային էլ։ Ուրեմն ճանապարհին մի հատ տատիկ էր, մայրիկ էր կանգնած, իրան վերցրեցինք հետներս բերեցինք Գյումրի, դեռ զրուցում էինք, ասեց բացի սա, մի հատ էլ մատուր կա, որը շատ լավն է ու հեղնար աղբյուրն էլ է այդտեղ։ Ասենք դե եթե իրար մոտիկա, փորձենք այցելենք, վայ։ Արեք։ Մի խոսքով սարդրիչ, պիղծ, անսկզբունքային, բառացիորեն անսկզբունքային, տահաս, բառացիորեն տահաս, որոշակի խումբ կա քահանաների ու սրբազանների, ես բնականաբար որ բոլորին չեմ կարող Վարամաբերդ, Մավելը գրել է Վարամաբերդ, չգիտեմ։ Ես չեմ կարող բնականաբար որ բոլորին որակում տալ, բայց մի հատ տենց խումբ կա, որոնք որ թաթները դրել են ամենամարդաշատ տարածքների վրա, որտեղ որ փողը շատ է ֆռում, իսկ այն քահանաները ովքեր որ իրանց խելոք կներեք Ջորջան, իսկ այն քահանաները ովքեր այսպես ասած իրանց խելոք չեն պահում, ուղարկում են այնպեսի տարածքներ, որտեղ որ կամ հայ չկա, կամ մարդ չկա, կամ էլ մարդ կա, բայց մարդկություն չկա։ Հա, այնպեսի անձանց են պահում, այսպեսի տեղեր, որ կառավարելի լինի, ու սրանք էլ բնականաբար, երբ որ իրանց պիղծ պապաներից մեկին կպնում ես, ինչ դու գիտեք եկեղեցու դարդ են, որ սենց խառնվել են իրար, բնականաբար ոչ, եկեղեցին իրանց համար բիզնես դուքյան է, այդպես ասեմ պարզ լինի, նրանց խնդիրը հենց ուղիղ քաղաքական է, ու այսօրվա դեպքն են, ու այս դեր եսի մինչի բանն էլ, գրառումն էլ, քաղաքական գրառում է, մարդ ով չի ցանկանում հասկանալ, բերելա կիսատ, ու հա, ազատություն, հեռուստատեսություն, մնացածները, այդ ձեր կտրած կեսից դրածները, այսպես բաների են բերում հանգեցնում, ու նման վատ դրություններն ու իրավիճակները ձեր սրիկա գործելավոճի արդյունքն է նաև, դա էլ ասեմ, դուք հակապետական ու հակաժողովրդական լրագրողիկների խմբակ եք, ովքեր որ չեկիստների փողերով սնվում են, ու ես առասարակությունի փողերով են սնվում, հարցը էդի չի, հա, ու հասարակությանը դնում են այս վիճակի մեջ։ Այս ամեն ինչի մեջ առաջին պատասխանատուներից մեկը հենց դուք եք, ձեր լրագրողական տուֆտա տգետ համայնքով։ Ապա մի հատ ցույց տուր էլի։ Ինչա։ Մի հատ Անդրանիկին ցույց տուր։ Ապա երևի հարցնելով պիտի գնանք։ Կներեք ժողովուրդը։ Ինչեր Վահագնա Բերդ, հա։ Ոնց էր, հա։ Հա, վրոջի։ Նորոջան էդի փագի հեսա ես, որը պարկեցի մի շաբաթ կտևի։ Հա, Լիդա ջան, շատ լավ հարց է տալիս Լիդան։ Այն հարցն է տալի, որը որ պիտի ասեի, մոռացել էի։ Ասում է, բայց ճանապարհը ով է սարքել։ Էդ էլ ասեն ժողովուրդ ջան։ Հենց էդի խոսում են։ Այո, ենթակա առուսվածքը, աստիճաններ եւ այլն։ Որպեսզի ավելի հարմարավետ լինի տեղափոխումը, մարկանց գալը, գնալը, կառուցելը պետությունը, այն հակկա եկեղեցական սատանայական պետությունը, իշխանությունը, այդ Չարիք Նիկոլ Փաշինյանը կառուցել է եկեղեցի տանող ճանապարհը, նորոգել հիմնանորոգման աշխատանքներ են տարվել մեծ գումարներով, որպեսզի ժողովուրդը ավելի հարմարավետ օգտվի
եկեղեցու ծառայություններից։ Բա այդտեղ Աննա Գասպարյանը ասում է Վահրամաբերդ։ Ապա հələ պետք գրեք հեղնար աղբյուր կարող է տենց բանը նավիգացիան մի ամի տենց բան բերի։ Ինչ ասես կարալի, ինչ իմանաս։ Գնել ճամբաչասիրովա կառուցել ճանապարհ, ասացի։ Ոչ ասացի։ Թուրք, չարիք, հակա եկեղեցական, հակա Քրիստոս, իշխանազավթ։ Նիկոլ Փաշինյանը կառուցել է ճանապարհը, որպեսի բոլորը գնան եկեղեցի։ Արա դի դուրակ են սրա։ Իսկ իրականում ԿՏԿՄ-ում շնորհակալություն պիտի հայտնել ես ճանապարհի համար։ Հայլի ճանապարհը, շնորհակալություն կառավարությանը եւ կառավարության ղեկավարին, ով կառուցում է ճանապարհներ, հատկապես այն ճանապարհների համար շնորհակալություն, որոնք մեզ անվտանգ հասցնում են դեպի մեր ուզած եկեղեցիներ։ Ու շնորհակալություն նաև էս կառավարությանը, ովքեր որ տարբեր ծրագրերով մի քանի արդեն չգիտեմ, տասնյակ կլինի, ինչ կլինի, եկեղեցիներ են նորոգել, որը որ ըստ ոմն տգետի պատկանում է Իրանը, էլի։ Այն որ արա շատ ներվայացած է, ուզում եմ թե կասի, բառ քեզ է պատկանում համբալ, քիա պետության փողով կառուցվում, որը իմն է, այ չմո։ Ոչինչ։ Ու հələ վերջում նայ, եթե ես լինեի քահանա, ես այս ամեն ինչի վերջում լուրջ եմ ասում։ Կմոտենայի մեծահոգաբար ներողություն կասեի ոչ թե իմ համար, այլ առհասարակ։ Հակառակը։ Քայլ կանեի, հա։ Քայլ կանեի։ Կհաշտվե։ Հետ մտեցան։ Ու բերելա։ Ռոդնիկ, լավ, էգնա։ Կանի դե իշասան։ Բայց նա դա էլ չարեց։ Ոչինչ։ Ես անգամ տանիկով կգանք շրջելու, կարող է մարդը այդ ժամանակ որոշի դուրս շփոթի, ինչ իմանամ։ Մի րոպե ինչ է տալի։ Հեղնար աղբյուր եմ ես խփեմ, բայց հələ մի հատ ասա, Անդոյ։ Ասա։ Ես հեղնար աղբյուր խփեցի։ Էնյանա։ Չէ, տանք մի հատ հեղնար աղբյուր։ Դեկել եք այդանք հեղնար աղբյուր ու գնանք։ Անտեղ է։ Ամեն կտեղ է։ Հա, մենք կտեղ ենք։ Ոնց է թե աղբյուրը։ Խոսալով ելնում էիր։ Հա։ Եղավ ապա։ Ես այսօր կհիշեմ։ Երևանում կխմեմ։ Ես այսօր կհիշացնեմ։ Չէ, ցավը տանեմ։ Ունեցել ոգևորվել ընդ հեղնար աղբյուրներ ասներից Երևանում սառը ջուր կա։ Ապեր, ասում է Գյումրիում ժողովուրդ ջան դուք էլ իմացեք։ Ասում է այսօր լավ միջոցառում կա երեխեքի տոնին նվիրված։ Գարիկն ու Սոնան են ինչ որ լինելու, չգիտեմ։ Մենք էլ օպերա համերգի ենք Թոմսոն են Երևանում։ Մենք մեր Երևանի համերգն ենք քասար գնում։ Վերջացավ, պայմանավորվեցինք։ Փորձանք զգույշ։ Խփի մայրաքաղաք, եղբայր։ Լավ, հա, վերջում կմոտենայի հաշտեցման ձեռք կմեկնեի։ Բայց քանի որ մեր եկեղեցականները Աստվածաշունչը թարս են կարդում, ինչպես եւ թարս հասկանում են ցանկացած գործչի խոսք, թարս ընկալում են ցանկացած արտահայտություն ու ըստ այդ թարսության ինչ որ ջիհադիստական պայքարներ են սկսում նաեւ եւ այլն։ Սրբազան պայքարներ սեփական երկրում։ Նորմալ է, որ այդ ամեն ինչը տեղի չունեցավ, իմ աչքերն էլ մի ջուր չի կտրել հաշտվելու։ Ես մարդն եմ, սխալականն եմ, բայց ոնց որ թե իրանից շատ բան ենք հասկանում։ Իսկ լրագրողներին անդրադառնալով էլի կասեմ, այս ձեր արածները հարային պարակտման Պարտադիր չի, որ դուք հայոյանք օգտագործեք ու ունդեղ ասեն հայոյան, ոչ, այս պարակտումները ձեր արած գործը, եթե կարելի է դա գործանում, ձեր խղճին է, ու այս ամեն ինչի թիվ մեկ մեղավորները դուք եք, որ նյութը կոնտեքստից կտրած եք տարածում, ախմախ վերնագրեր եք դնում, որոնք կարող են մարդկանց հունից անեն պարզապես, ու դուք դրա համար մի 100 լայք ավել եք ստանում,
2000-ել կարող է կողքից փող, որովհետև ժողովուրդ ջան, ասեմ, այդ որ ասում են YouTube-ի փողը, դա ես իմիջ ձևի մոնետիզացված չի հայկական դիտումները, դա ուրիշ ձևա, դա ցենտրը։ Հա, այնպես շատ բաներով կարող է ինչ-որ բան փոխել, բայց ընդհանուր առմամբ ես իմիջ։ Բայց այդ աղջիկը, այդ աղջիկը մարալներ զանգում նայ մի թեկուզ ազատության լրագրողները լավ չգիտեն։ Այդ լրագրողները պատասխան են տալու իրենց սերունդների առաջ։ Այս ատելությունը որ գեներացնում եք, ձեր բալեկն են վերջում կրական գնելու մեջը։ Այդ դուք այդքան ատում եք ձեր երեխաներին, այդքան ատում եք ձեր սերունդների վաղվա օրը, դուք այդքան զզվում եք ձեր սեփական բալիկներից ու մնացել բան։ Սա էլ ձեզ հունիսի 1։ Իսկ ընդհանուր առմամբ բոլոր երեխաներին շնորհավորում ենք հունիսի 1-ի երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Մենք վերջ եթերը այսքանով երևի եզրափակեմ, գնամ տուն, այսօր կիրակի է, հանգստանամ, վաղը չեմ մյուսերը օֆիս առաջան, ու սկսում ենք հասկանալ ինչ ենք անում, ինչ չէ։ Այս պիղծերին, այս տգետահասներին պետք է իրաց տեղը ցույց տվեցվի։ Աչ ես դից գնում, թե ուղիղ։ Ստես կարծեմ աչեր։ Աչքն, հա, ճիշտ է։ Չէ, բայց սոց ճամփա է եղել։ Չէ։ Ոնց սխալ են գնում ախպեր։ Շնորհավոր երեխեք ջան։ Երեխեքին բոլորիդ երեխաներից շնորհավորում եմ տոնի կապակցությամբ։ Ես ու ինձ նման մարդիկ ամեն ինչ անելու ենք, որ ձեր ապագա լինի գեղեցիկ, լավը։ Դուք ապրեք ապահով երկրում եւ չլինեն սրիկաներ, ովքեր պիտի կառավարեն ձեր ճակատագիրը, դուք լինեք տերը ձեր պետության։ Մեր այսօրվա իրար միսուտոցին դրա մասին, հա։ Իսկ այն որոշ սրիկաներ թող գնան իրաց խղճի առաջ պատասխան տան։ Այդքան բան։ Լավ եղեք ժողովուրդ ջան, սիրեցեք միմյանց։ Մեզ էլ բարի ճանապարհ։ Ստեսում։ Կարող է երեկոյան էլի մի հատ եթեր անեմ, երեկվա բաց երկխոսությունը, նախաձեռնությունը դրա մասին, նախաձեռնության մասին, տպավորությունների մասին։ Նենց որ ժողովուրդ ջան, ամեն ինչ հիանալի է լինելու, հրաշալի, թույն է լինելու, շատ լավ է լինելու։ Ստեսում։